Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Անկլավներ, միֆ թե իրականություն կամ խաղաղասեր հարևանի նոր պահանջների հետքերով։ Արդյոք Ադրբեջանը մտադիր է վերադարձնել 200 քառակուսի կիլոմետր տարածքը եւ անկլավների ինչ իրավական հիմքեր ունի։ Այս թվականից իմ պապերն էր ստեղ որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկլավ անկլավների հարցից։ Հիմնականում տարածքներ անջատվել են Հայաստանից, որ քարտեզների շուրջ են ձեռք բերել համաձայնություն։ Արցվաշենը Հայաստանի բաժանված չի եղել։ Կեսով չափ հայտնվում են այդ անկլավի տարածքում։ Ֆինանսական բուրգի կործանարար գործունեությունն ու Խարդախների ջիրաններում հայտնվածները, ինչ ասել է ձրի պանիրը միայն թակարդում է եւ ինչպես են գումարները կորզելուց հետո զոհերին ստիպում նաեւ գողացված գումարի հարկը վճարել։ Հազարավոր մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ $1200 են ներդրել։ Համապանակները չեն կարողանում նույնականացնել։ Քաղաքացիները չէին կարող ստուգել։ Ուղղակի ամեն ինչ կորում է։ Արդյունքում ես ուտեսնում, որ հաշիվեց, դա կաշկե։ 44-օրյա պատերազմի չսպիացող վերքերն ու պատերազմի մասնակիցների առեղծվածային մահերը, հետ տրավմատիկ ստրեսային խանգարումն ու պետության կրավորական կեցվածքը։ Սարսափելի վիրավորումներ ուներ։ Մարդու հոգեկանը փլուզվել է։ Զգացողություն, որ հեռացել ես մարդկանցից։ Մարդիկ ավելի դյուրագրգիռ են դառնում։ Անձը ենթակա է հոգեբանական վերականգնման, թե ոչ։ Ստիպված եղան արտաշիրում իրականացնել։ Նախկին կնոջը դանակին նահարված հասցրացնող մեքենաները ձորից դուրս բերելու ծանր գործընթացը, ինչն էր քաղաքացիների ու շտապօգնության բրիգադի միջև վեճի պատճառը եւ ինչ էր պատմում բեռնատարի շվարած վարորդը։ Փողը կարող չի փախել։ Սավանտրեք։ Մեջտեր երեխա չկա, չէ՞։ Բարության ջերմությունն ու բազմազավակ ընտանիքի ուրախությունը, ինչպես ձմռանն ընդառաջ լուծվեց ջեռուցման խնդիրը եւ որքան գումար ստացան քարտով ու արձերն։ Ящикը հայի, որ երեխա տակ կլնեն։ Եվ երեխաներին քնելու համար կծառայի։ Շնորհակալ եմ ձեզ, որ իմ երազանքը կատարեցիք։ Արդեն կարողանամ բարքերը փակեմ։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։